Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ Արսեն Սարգսյանին եւ վարորդական իրավունքից զրկված վարորդ ակտիվիստ Ասիա Հովհաննիսյանին։ Հանրությունը եւ հետևորդները նրան ճանաչում են որպես բլոգեր Անկա։ Բարև ձեզ հարգելի հյուրեր։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Շնորհակալությունս եմ հայտնում ձեր տաղավար հրավիրելու համար։ Այսօր խոսքս ուզում եմ սկսել մեր երկու հերոսների ներողություն, ուրեմն քանի որ այսօր մեր Շարլ Անձնավուրի, ինչպես նաև Արկադի Տեր-Թադևոսյանի Կամանունդոսի ծննդյան օրն է, շնորհավորանքս մեր երկու ազգային մեծ ըմբարձանքների նրանց երկնային տարեդարձը։ Մենք ենք միանում շնորհավորանքներին, մի բան, որ լավ նոտայով ենք սկսում մեր հաղորդումը։ Ձեզ հրավիրել եմ, որպեսզի հասկանանք, քննարկենք, թե ինչու եք պահանջում վարորդները առանց քննության ստանան իրենց վարորդական իրավունքները եւ ասեմ, որ Արսեն դուք հարմար փաստորեն կարողացաք գտնել ձեզ համար, մոտենալ Նիկոլ Փաշինյանին, այս մասին խոսել եւ ինչ որտեղ ստացաք վարչապետի համաձայնությունը։ Որքանով ես տեղյակ եմ, Ասիա, դուք շատ ժամանակ անգամ ակցիաներ եք իրականացրել, այդ հարցը բարձրացրել եք, բայց վարչապետը դրա մասին կամ տեղյակ է եղել, ընթացք չի տվել, կամ ընդհանրապես տեղեկացված չի եղել։ Հանրությունը այս կարծիքի հետ հաշտ չէ, այսինքն միանշանակ չէ, որ բոլորն էլ գոհ են, որ վարորդական իրավունքի զրկվածները պետք է առանց քննության նորից վարորդական իրավունքները ստանան, կա երկու կարծիք, մարդիկ գտնում են, որ այդ շանսը պետք չէ տալ, որտեվ կարգազանդ վարորդը նորից կարգ է խախտելու եւ ոչ միայն դա վտանգում է իր կյանքը, այլ նաեւ դիմացինի կամ մի քանիսի, իսկ մյուսները գտնում են, որ ինչու շանս չտալ, որտեվ երբեմն մարդիկ հարփակ չեն լինում, խմած չեն լինում, բայց ավելի վատ են վարում, քան նրանք, ովքեր ալկոհոլի ազդեցության տակ են լինում։ Հիմա մի փոքր հասկանանք ձեր նախաձեռնությունը ինչպես ստեղծվեց, ինչպես սկսեցիք այդ մարդկանց ձեր շուրջը հավաքել, ինչպես եղավ, որ Արսենը միացավ ձեր նախաձեռնությանը եւ ընդհանրապես վարչապետի խոստումներին սպասել հունիսի 7-ից առաջ, թե հունիսի 7-ից հետո։ Մեկ տվյալ էլ ես հրապարակեմ, որից հետո արդեն լսեմ ձեր պատասխանները։ 2025 թվականի ընթացքում վարորդական իրավունքից զրկվել է 5435 անձ։ Գերակշիռ դեպքում պատճառը եղել է ալկոհոլի օգտագործման վարելը։ Ասա, այս թվերը ինչ են ձեզ ասում եւ նույնիսկ այս թվերը ձեզ արդեն մտահոգիչ չեն ձեզ համար, որպեսզի ձեր նախաձեռնությունից մի ձևով մի փոքր ետ կանգնեք։ Շնորհակալություն, որ ինձ թույլ տվեցիք գտնվեմ այստեղ։ Այս հարցը ես իրոք բարձրացրել եմ իմ ժողովրդի հետ միասին, որպեսզի հասկանալի լինի, ինչ է կատարվում մեր ժողովրդի հետ։ Հիմա այդ թիվը, որ նշված է, բոլորը չեն, որ մենակ զրկված են խմացության համար։ Լիքը ժողովուրդներ ունենք նույնիսկ, որ զրկվել են առանց ինչ-որ մի խմացություն կամ շատ տարբեր բաներ կան, պատճառներ կան, Հիմա Փաշինյանի հետ մենք սկզբնական զրույց չենք կարողացել ունենանք, նա սկզբից մերժել է, ասել է չեն կարող ոչ մի բան անենք, խմած մի նստեք ղեկին, ես հասկանում եմ, նա շատ ճիշտ է ասում, ճիշտ որոշում է իր համար դա, բայց ամեն տեսանկյունից պետք է նայել, թե մարդը ինչի համար է այդ պահին խմած նստել ռուլին, կներեք էլի, որ սենց եմ արտահայտվում, Մարդ է եղել, որ խմած է եղել, իր երեխան ընկել է, ինչ-որ մի դեպք է պատահել, շտապ հասցրել է հիվանդանոց, այդ պահին հենց բռնել են իրան, զրկել են տեղում։ Մարդ է եղել, խոսքի ես իմ ծննդյան օրով եմ խմել, ես չեմ արդարացնում ինձ, ես ներողությունս էլ եմ խնդրել։ Տարբեր դրվագներ կան ստեղ, հիմա պետք է հասկանան ինչն է խնդիրը։ Ես սկզբնական շրջանում էլի տեսել եմ տիկտոկյան հարթակի մեջ տղաները, որ իրանց ձայն էին բարձրացնում, իրանց գրել եմ, իրանք շատ սիրուն ձևով ինձ ընդունել են իրանց մոտ, սկզբից լսել եմ, որից հետո ես էլ եմ միացել իրանց ակցիային, առաջի անգամ գնացել եմ, կանգնել եմ, բարձրացրել եմ իմ հարցը։ Դրանից հետո արդեն քիչ ավելի շատ մարդիկ են հավաքվել։ Իրանք զգացել են, որ այս հարցը մեր բոլորինսն է։ Պետք է կարողանան ճիշտ ուղու վրա կանգնենք, որ մեր հարցին լուծում տանք։
Փաշինյանը այն ժամանակ, որ ինքը չէր ուզում մեզ բոլորիս լսել, այսօր ինքը լսեց։ Ու դա շատ գովելի փաստ է, որ լսել է դա, որտեղ մենք շատ ունենք, մենակ խմացության հետ կապված չի։ Շատ վարորդներ էլ ունենք, որ իրանք նստել են, հա, զրկվել են խմացությունից, բայց դրանից հետո ինչ-ինչ պատճառներով նորից իրանք քշում են ստիպված, որտեղ չեն կարողանում ուրիշ ձևով իրանց հացը վաստակ են։ Նկատի ունեք անկախ նրանից իրենց ձեռքի տակ կա վարորդական իրավունքը թե ոչ, եթե պետք է լինում իրենք վարում են, կարգ են խախտում, այսպես թե այնպես։ Ուրիշ տարբերակ չունեն հարգելիս։ Ընդհանրապես մարդիկ Քանի որ տաքսու վարորդը իր հանապազույրա հացը վաստակում է տաքսի վարելով, այնպես է ուրիշ ելք չունենալով, տեսեք հատիկի մարի։ Ուրեմն ես ինքս Ես Ասիայի հետ վերջացնեմ, պարոն Սարգսյան, որովհետև մենք պետք է քննարկենք նաև հարցի թե բարոյական կողմը, թե իրավական կողմը եւ թե հասարակական արձագանքները ինչպիսին պետք է լինեն։ Ամեն դեպքում որքանով արդեն հասկանում եմ, այսա դուք համախոհներով նույն խնդիր ունեք, նույն խնդրեմ ունեք, ձեզ միավորում է այդ հոգսը ինչ անել, որպեսզի նորից մեքենա վարել։ Անկախ նրանից դա եղել է հարբած լինելու պատճառով կամ հակառակը ինչ որ մի թեթև խախտման պատճառով։ Հիմա ընտրություններից առաջ սա ձեզ խոստանում են։ Իսկ եթե ընտրություններից հետո այս խոստումը կամ ինչպես է լինելու հունիսի մինչև 7-ն են ձեզ խոստանում այս ամենը, թե հունիսի 7-ից առաջ։ Չէ, մեզ տեղեկատվություններով մենք նայեցինք, որ դրվում է նիստի ամսի 4-ին հունիսի ու պետքա դրանից հետո վարորդականների հարցը լուծվի։ Եթե հանկարծ հայկի Աստված չանի, ամսի 4-ին իրանք ասեցին, որ չի լուծվում, թե անցած անգամ մայիսի 16-ին մենք 300-400 հոգով ենք գնացել, այս անգամ ես կոչ եմ անելու, ոչ թե այդքան մարդիկ լինեն։ Եթե ես մի հատ իմ ձայնը բարձրացնեմ, 100% 2000-ից ավել մարդ է լինելու։ Ես վստահ եմ դրանում, որտեղ սա արդեն հացի խնդիր է։ Մարդիկ չեն ուզում իրենք առանց վարորդականի քշեն։ Մարդիկ դատվածություններ ունեն, վարչականով տալիս են, մարդը նորից էլի հելում է, քշում է, արդեն դատվում են իրանք։ Մարդկանց տանում են, մտցնում են հանցագործների հետ, դառնում են հանցագործ։ Այս պետքա, բես բոլորը պետքա վերանայեն։ Վարչական տուգանքը վճարեն, վերջացնեն, թող իրանց վարորդականը հետ ստանան, տվյալ մարդը, որ նույն բանը նորից չշարունակվի։ Այսա տեսեք վիճակում են բոլորը դուք խոսում եք, որ նրանք ուզում են օրենքով վարել եւ դրա համար է ձեր պայքարը։ Հիմա եթե այս մարդկանց տրվում է այդ օրենքով վարելու հնարավորությունը եւ Աստված չարասցե, եթե նորից վթար է լինում, այդ մարդը նույն վիճակով ենթադրենք խմած վիճակում է լինում եւ ինքն է զոհվում եւ դիմացին է զոհվում։ Այստեղ այդ բարոյական պատասխանատվությունը ով պետք է վերցնի իր վրա։ Նա ով որ թույլ է տվել, թե նա ով որ միանշանակ ինքը։ Ես հորդորում եմ Տեսեք դուք խոսում եք փաստորեն, եթե թիվը վերցնենք 5435 մարդու անունից դուք այսօր հայտարարություն եք անում, բայց չէ որ դուք ի վիճակի չեք բոլորին վերահսկելու, որպեսզի ձեր այսպես ասած արդար պահանջը արդար եւ անշար վիճակով իրականություն դառնա։ Այո, դուք շատ իրավացի եք, ես այսօր մեծ պատասխանատվություն եմ վերցնում իմ ուսերի վրա եւ հույսով եմ, որ մեր ժողովուրդը, թե կլինի կին, թե կլինի տղամարդ, իրանք վերանայեն իրանց անելիքները, ոնց որ այսօր ես հորդորս նայա, որ դրանից հետո խախտումներ չանեն, հա, ուղղակի խմած չնստեն, վարեն, որ հանկարծակի այսօր չկանգնեն ինձ մեղադրեն, ասեն, Անկա ջան, դու ասեցիր, մենք ըստ քո ասածի շարժվեցինք, հա, ու նորից նույն սխեմաները ի հայտ կան։ Դա ընդհանրապես բոլորից պետք չի։ Ես շատ մարդկանց հետ եմ շփվում, խոսում, իրանք բոլորն էլ ասում են, չէ, ես մի անգամ մեզ սխալ արել ենք, այլ երկրորդ անգամ չենք կրկնի, այսքանից հետո, այսքան տառապանքից հետո, այս ամեն ինչից հետո, որ մենք կարում ենք մեր ձայնը բարձրացնենք ու լսելի լինի, մենք մեզ թույլ չենք տալու, որ շարունակություն լինի։ Մեկ տարի զրկված լինելը դա արդեն կարծես թե պատիժ է։ Պատիժ են էլ ինչ կա։ Իսկ հիմա առանց քննության, ինչ է խուսափում քննությունից, որն է պատճառը։ Ասեմ, հերթերն են, հերթագրվելն են, երկարելն են։ Լիքը մարդիկ կան, որ իրոք չեն կարողանում
գնացել են, ուզեցել են հանձնել, չեն կարողանում։ Այսինքն տարիքով մարդիկ են եւ Շատ իրաց համար դժվար է։ տարիքով մարդիկ, շատ կան, որ իրան ժամանակը չի հերիքում, նույնիսկ գնան նստեն սովորեն։ Իրոք որ չենք հետաքրքրվում մեր ժողովրդով, չենք հասկանում բուն թեման։ Հիմա ես մարդկանցով հետաքրքրվել եմ, հասկանում եմ իրանց բուն իմաստը թեման, ինչի չեն կարողանում։ Ունենք 65 տարեկան, ունենք 70 տարեկան, ունենք պատերազմից հետո մարդիկ, որ հետ են եկել, իրանք էլ արդեն ի վիճակի չեն նորից քննություն տալու, նորից սովորելու, ընտանիք են պահում, չեն հասցնում ոչ մի ձևով։ Քննական շրջանները նեցա հիմա անցնում, որ ժամանակա պետք է անընդհատ նորից գնաս, նորից քննություն տաս, եզդար շատ դժվարացրել են։ Դուրն պետք է վճարես այդ ամենի համար։ Անընդհատ վճարը, հայո, եւ վճարելու թեման էլա։ Մենք դրա համար այսօր վարչապետից խնդրել ենք, հա, որ X գումար նշանակեն ու շնորհակալ ենք, որ միջին սահմանում են դրել այդ գումարը 50,000 դրամ, որ բոլորի գրպանին հարիս լինի, որ բոլորն էլ կարողանան այդ գումարը վճարեն, իրանց շարունակությունը, գոյատևումը կարողանան պաշտպանեն։ Շատ շնորհակալ ենք ամեն ինչի համար, որ մեզ աջակցել եք, որ կողմից, թե պարոն Սարգսյանից, թե բոլորից, որ մեզ աջակցություն եղել է այսօր։ Հիմա ձեզ հետ քննարկենք իրավական կողմը այս ամենի։ Ներքին գործերի նախարարությունը արդեն նախագիծ է փաստորեն քննարկման դրել եւ այդ 50,000-ը կարծես թե Ձեր տված հարցերին արձագանքել ամենասկզբից նախ տեղեկացնեմ, որ այս նախաձեռնությունը ամենասկզբից սկսվել է ապրիլի 12-13-ին տղաների կողմից, երբ խոսում էի Հայ խնայ բանկի ավանդներից, տղաները իմ ուղիղ եթերում բարձրաձայնեցին վարորդական վկայականների համաներման հարցը, իմ ողջ լսարանին կոչ արեցի, որպեսզի միանան տղաներին, կողքից ուղղակի դիտորդի դերում էի, փորձում էի հասկանալ, թե ինչքան մարդ կհամախմբվի տղաների կողքին, հետո դրանից հետո մեր անկան Ասիա Հովանեսյանը այնպես է զանգահարելով ինձ, բայց այդ ընթացքում նաև ուսումնասիրում էի Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Իտալիայի, ԵՄ ընտանիքի երկրների օրենսդրական բոլոր բարեփոխումները, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային վարորդական իրավունքների զրկման եւ բարոյական եւ իրավական կողմերը որոշեցի, քանի որ վերջիկա ամիսներին անքնություն էր մոտս մեկ շաբաթյա ընթացքում 20 էջից բաղկացած, ուրեմն մոտ 30 գլխից եւ 20 էջանոց օրենսդրական նախագիծ էի գրել, թե բալային համակարգի, թե նաեւ քրեական պատասխանատվության, ինչպես նաեւ ալկոհոլ օգտագործած անձանց, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերի, որոնք որ մարդիկ կան, որոնց հետ շփում ունենալով այդ մարդիկ գնում են քննություն տալու տեստային քննության 5 անգամ կտրվում են եւ ամենդ մեջ վճարում են, բայց թե Ֆրանսիայում, թե Իտալիայում, թե տարբեր երկրներում գոյություն ունի այդ քննությունների հետ կապված այնպիսի նախագծեր, եթե մարդը թեկուզ 1, 2, 3 հարցի չի կարողացել պատասխանել, ընտրվում է պատահականությամբ քննիչ եւ այդ քննիչի, եթե թեթև ձեռքով այդ մարդը առաջի, երկրորդ, երրորդ անգամ զրկվել է քննությունը հանձնելուց, նրան տրվում է անվճար հնարավորություն, որպեսզի նրանք կարողանան անվճար քննություն հանձնել երկրորդ, երրորդ անգամ եւ կարողանան տեստայինը հանձնելով հանձնեն գործնականը, եզդան։ Նկատի ունեք մեզ մոտ գուցե այդ քննության պահը հենց գումարների հետ էլ է կապված, պարոն Սարգսյան։ Ես այդտեղ նաև ներողություն իմ կարծիքով տեսնում եմ կոռուպցիոն ռիսկեր, որի հետ կապված նաև հանդիպման ժամանակ, երբ անկայի Ասիա Հովանեսյանի հրավերով հանդիպեցի մինչ Փաշինյանի հետ հանդիպումը որպես հասարակական կազմակերպության նախագահ, մինչ հանդիպելը քննարկեցինք բոլորով, որ այս հարցը չի լինելու որևիցե մեկի կողմից քաղաքական եւ եթե որևիցե անձ կգա այդտեղ քաղաքական հարց
կբարձրացնի, թե որպես հասարակական կազմակերպության նախագահ, թե որպես քաղաքական ուժի նախագահ, ես ուղղակի կհեռանամ իրենց Բայց սա կոնկրետ ձայներ է դառնում, պարոն Սարգսյան, թեկուզ դուք չեք քաղաքականացնում։ Բայց ներողություն ավարտեմ, այդ հարցին էլ կարձագանքեմ, կպատասխանեմ, կամ այն կարևոր փաստին, որ եղել են անձինք, որ եկել են տարբեր նոր ստեղծված 26 թվականի սկզբին նոր ստեղծված քաղաքական ուժեր, անուններ չհնչեցնեմ, շատ շուտով այնպեսա նաև կանդրադառնամ այդ փաստին իմ ուղիղ եթերներում եւ տեսաուղերձներով, ինչպես որ հայտարարել են, բացահայտումներ են լինելու, այնպես էլ ասեմ, որ եղել են եւ տղաների հետ, ինչպես որ պայմանավորվել ենք ակցիայի ներկայացուցիչների, ինքնաբուխ է եղել ակցիան, ձնագնդիկի էֆեկտի պես ինքը գլորվելով դարձել է 500 հոգուց ավել մարդ կար այնտեղ հավաքված մայիսի 16-ին եւ տղաների հետ քայլերթով մոտենալով Փաշինյանին այնպեսա անկան խնդրեց, ասես պարոն Սարգսյան, խնդրում եմ եկեք Եվ այնպեսա պատահականության սկզբունքով եմ մոտեցել, որովհետեւ քաղաքական, այսպես ասած, ելևեջ, որովհետեւ լրատվական եւ որովհետեւ այլ ընդդիմադիր ուժեր թող չփնտրեն, ես կանգնել եմ 500-ից ավելի վարորդի կողքին, որպես իմ հայ ժողովրդի մասնիկ, առավել եւս Սահմանադրության 27.1 հոդվածի համաձայն 3 միլիոն ժողովրդին պատրաստ եմ աջակցելու եւ սատարելու կլինի թե դա բանկային համակարգի բարեփոխման, թե ցանկացած ոլորտի իշահ մեր ժողովրդի։ Եվ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Փաշինյանի հետ հանդիպման եւ զրույցի քննարկման ժամանակ, որ օրենսդրական այդ նախագիծը, որը որ ԵՄ ընտանիքի երկրների չափորոշիչներով, որը որ գրվել էր, թե քրեական վարույթների հետ կապված, թե նաեւ եզդայի, ինչպես նաեւ տեսնականի հետ կապված, կոռուպցիոն ռիսկերի հետ կապված եւ նաեւ պատասխանատվության իրավական տեսանկյունից 20 էջից բաղկացած այդ օրենսդրական նախագիծը Փաշինյանը ասես փոխանցեք Արփինե Սարգսյանին, ՆԳՆ նախարարին։ Ես ասես կտեղեկացնեմ, ինչպես նաեւ համոզված եմ հիմա իմ ուղիղ եթերում դիտում են մեզ եւ տվյալ բարագայում եւ օրեր առաջ ՆԳՆ նախարարության ընդունարանի աշխատակազմի ղեկավար Սուրեն Հովհաննիսյանը դուրս եկավ, որպեսզի կազմակերպի այդ ընթացակարգը օրենսդրական նախագիծը փոխանցենք, հաջորդ օրը կապնվելով ասում եմ մենք օրենսդրական նախագիծ արդեն մշակել ենք, պարոն Սարգսյան, մեզ պետք չի։ Այսինքն կոպիտ ասած Անգել Փաշինյան, ձեր խոսքը, ձեր պայմանավորվածությունը, որ ամբողջ օրենսդրական բարեփոխում լինի, իշա ոչ միայն, ինչպես որ դուք նշեցիք, 5000-ից ավել կա, այլ 30000-ից ավելի, որպեսզի որևիցե հարուստի տղա ասեմ, չգիտեմ, լպիրջավարի քշող, ինչպես որ օրեր առաջ, գնում ենք ակցիայի եւ տեսանք, թե ինչպես թանկարժեք մեքենայով անձնավորությունը այնպես էր սլանում, կարելի ասել ոնց որ ձեր ակցիայի մասնակիցների մեջ կան թանկարժեք մեքենա ունեցողներ։ Ճիշտ Անկեղծ ասած ոչ, որովհետև այնպեսա տաքսու վարորդներ են մեծամասնությունը, գուցե այստեղ էլ կա այդ անձնավորությունը այնպեսա ուղղակի մենք գնում ենք նկատեցինք։ Հարցս հետևյալն էր, դուք մտավախություն ունեք, որ այդ թանկարժեք մեքենաներով մարդիկ ամեն դեպքում այս ցուցակների մեջ չեն հայտնվում։ Միանշանակ ոչ։ Իմ ասածը հետևյալն է, որ անձը կարող է ընդհանրապես խմիչք, ալկոհոլ օգտագործած չլինի, բայց այնպիսի արագընթաց վարի, որ մահել գնացվի, ավտովթարներ եւ պատահարներ լինեն, խմացությունը բացարձակ կապ չունի։ Մեր երկրում պետքա մենք սկսենք հարգել մեկը մյուսից։ Կան մարդիկ, որ խմած չեն, բայց ավելի վատ են վարում մեքենաները, Ստապ անձին կան, որոնք որ այնպես են վարում, կարելի ասել իրենք շտապում են, Պարոն Սարգսյան, այսինքն ձեր ասածը հետևյալն է, այս մարդկանց տալ եւս մեկ հնարավորություն։ Ներողություն, Աստվածաշնչյան մեկ բառով կպատասխանեմ, ինչպես որ Հիսուսը ներեց Պետրոսին եւ Հուդային, հարկավոր է ցանկացած անձի տալ հնարավորություն իր սխալը ընդունելու եւ ներում հայցելու։ Եթե այդ սխալը նույնիսկ գին արժենա, կյանքեր արժենա։ Միանշանակ ոչ։ Եթե մարդուն հնարավորություն ենք տալի, ներողություն հարգելի անկա։ Եթե մարդուն հնարավորություն ենք տալի, ես ոչ միայն խնդրում, այլ նաեւ կոչ եմ անում, պահանջում եմ, հաջորդ անգամ որևիցե հարցով կգան կդիմեն այդ անձին, կասեմ պարոն Սարգսյան ջան, եկեք միացեք մեզ,
ներողություն, այդ ժամանակ կտրականապես կստանան բայց բացասական միջև ձեր պատասխան։ միանալը կամ ձեր մերժելը, ասային եմ ուզում այդ հարցը ուղղել։ Մենք նորից խոսեցինք, որտեղ ամեն դեպքում պատասխանատվությունը կարծես թե ձեզ վրա է ընկնում, դուք եք այս ամենի որոշողը, ձայն հանողը, պայքարողը, նույնիսկ հիմա մեր հարթակից եք հայտարարում, որ դա շատ անհրաժեշտ է, որտեղ մարդիկ հացի խնդիր են լուծում, եթե հիմա լինում է նման իրավիճակ։ Դուք ինչ եք առաջարկում այդ վարորդին ինչ պետք է անել, զրկել այլևս առհասարակ մեքենա վարելուց, թե այդ բալային համակարգը, տեսեք Նիկոլ Փաշինյանն էլ առաջարկեց, որ ժամանակավոր կունենաք 6 բալ եւ եթե դրանից հետո ամեն ինչ նորմալ կլինի, նորից կվերադառնաք 15։ Իսկ եթե այդ 6-ը չի լինում արդեն, դրանից հետո դուք ինչ եք առաջարկում այդ Ինչի չի լինում։ 6-ը չկա արդեն, 6 բալը կորցրեց։ Այդ դեպքում ինչ եք առաջարկում արդեն։ Թող գնան քննություն տան։ Արդեն դուք իրենց ուղարկում եք քննության։ Ոնց որ պարոն Փաշինյանն ասել 6 բալ տալիս եմ մի տարի, որպեսզի հասկանանք դուք ինչ ձևի վարորդներ եք, հա։ Թող ուրեմն իրանք իրենց վրա աշխատեն մի քիչ։ Այսինքն դա էլ արդեն ձեր պահանջն է, ձեր գործընկերների։ Պահանջն է, հորդորս է, ոնց որ ես եմ ռեմենը գցում ին վրա քշում, նենց էլ լուբոյ մարդ պիտի քշի։ Պարտավոր է ինքը հարգի դիմացինին ու առաջնային հերթին ինքն իրեն։ Ոչ թե ես տեսնեմ ինքը չի գցել, ես գցել եմ, ասեմ ինչի համար դու կարաս չգցես, ես գցեմ։ Խի։ Ոչ, պետքա լինի միասնական ամեն ինչ։ Պետքա սրանից հետո խմած չնստեն, թող տաքսիկան չգնան։ Այո, հաստը ես կողմ եմ, եթե ես 6 բալին, թե Փաշինյանի ասած ամեն ինչին։ Մի խմեք, մի զրկվեք։ Եթե այսօր այս շանսը տրված է, մի խախտեք, մի զրկվեք։ Այո, եթե այս շանսը տրված է, մենք բոլորս հույս չունեինք։ Ուրեմն պետք է մենք մեր օրենքը հարգենք։ Այսինքն եթե շանսը տրված է, պետք է պատվով այդ շանսը վերցնել։ Եթե անձը այդ հնարավորությունը ստացել է, նրան ներել են, նրան տվել են հնարավորություն, այդ հնարավորությունից առանց հաշվարկելու այն հետևանքները եւ ռիսկերը, որ հնարավոր է լինեն։ Ներողություն, տեսեք, պատասխանեմ իրավական տեսանկյունից։ Մեր գրած օրենսդրական նախագծում, որի հետ կապված ամբողջ մի փաթեթ է, մենք նաև այդ օրենսդրական նախագծում այն անձինք, ովքեր որ վարորդով վազանց կիրականացնեն եւ կստեղծեն այնպիսի իրավիճակ, որ տեղի կունենան պատահարներ, մարդկային կյանքի զոհեր, տվյալ պարագայում այդ մարդիկ պետքա ենթարկվեն շատ խիստ քրեական պատասխանատվության։ Ես կարծում եմ, եթե մարդուն տրվում է հնարավորություն ուղղվելու, մարդը պետք է այդ հնարավորությունից օգտվի, այլ ոչ թե հնարավորությունը ստանալուն պես գնա կրկնի իր սխալը։ Մարդուն երբ շանս է տրվում, եթե մարդը ստանում է այդ հնարավորությունը, այդ շանսը, մարդը շանսից օգտվելով պետք է երբեք նույն սխալը չկրկնվի։ Եթե մարդը ընկնում է փոսը, սիրելի ժողովրդական լեզվով ասեմ, երբ ձեռքից բռնում են, բարձրացնում են վերև, մարդը կրկին անգամ իրավունք չունի այդ փոսում հայտնվելու։ Իսկ եթե նա ընտրում է այդ ճանապարհը, ներողություն, պատասխանատվությունը կրում է նա, եւ տվյալ պարագայում նրան հարկավոր ավելի խիստ պատժել, որպեսզի պատժից հասկանալով հասկանա այդ ամենի փաստը։ Մյուսը ամենակարևորը, քանի որ շատ-շատերը վախենում են եւ կպնում են նրա գրպանին, մեր օրենսդրական նախագծում այնպես է, մենք նշել ենք ալկոհոլի օգտագործման չափանիշներ եւ այդ չափանիշներին համապատասխան առաջի անգամվա դեպքում, ինչպես որ Ֆրանսիայում, Գերմանիայում է, գոյություն ունի Ֆրանսիայի եւ Գերմանիայի օրենսդրության ճանապարհային եւ վարորդական իրավունքում, երբ մարդը օգտագործում է 1 շիշ գարեջուր, նրան այնպես է 50-ից 100 եվրո չափաբաժնով տուգանում են։ Պարոն Սարգսյան, եկեք դրա մասին կխոսենք կարճատև գովազդային դադարից հետո, բայց մի հարց ունեմ, ես Ասիայի հետ քննարկեմ, տուգանքների մասին խոսենք գովազդից հետո։ Փաստորեն կան վարորդներ, որոնք խախտում են օրենքը, կան վարորդներ, որ չեն խախտում, շատ չափից ավելի կարգապահ են։ Այդ երկու խմբերի մեջ կա արդյոք ընդհարում։ Չէ՞ որ նրանք հիմա կասեն, պետք չէ որ վարեն,
կա այդ տարաձայնությունները ինչպես է կարողանում լուծել։ Չէ, Չէ, որ բոլոր վարորդները հիմա այսպես շատ ժպիտով, շատ ուրախությամբ չեն ընդունում այս որոշումը։ Նրանք ովքեր չենք ունեցել։ Այսինքն բոլոր վարորդները անկախ նրանից խախտում են թե չէ խախտում, ձեր կողքին են այս որոշման հետ կապված։ Ես լիքը վարորդների հետ շփվել եմ, որ նույնիսկ իրանք վարորդական էլ ունեն, իրանք ուրախ են մեր համար։ Շատերն են, հա, եղել, որ իրանք ձայնը բարձրացրել են, նրանք այն մարդիկ են, ես իրանց հետ եմ զրուցել, որ ասում են, չէ, մի տվեք թող գնանք քննություն տան, անձամբ ես խոսել եմ։ Եղել են քաղաքականացված, սա էլ ասեմ։ Նախ քաղաքականացված է եղել, երկրորդը, իրանք ունեցել են իրանց ընտանիքի մեջ էլի սենց դեպքեր, որոնց իրանց երեխային ա կպել, իրանց բարեկամին են, ավարիային տվես սպանել են այդ բարեկամին, իրանք են հենց խոսել սրա մասին։ Իրանք իրանց մեջ իրանց վիշտը ունեն, դրանով հանդերձ բոլոր վարորդներին են արդեն քննադատում։ Դա չի կարելի անել։ Իսկ վարորդները պատասխանատվություն է սա փաստորեն։ Իրենք այսօր բոլորն էլ կանգնած են այդ նույն հարթակի վրա, որ կարող է 5 րոպե հետո իրենց հետ էլ նույն բանը լինի։ Ոչ մեկս չեն կարա ասենք մի րոպե հետո մեր հետ ինչ կարա լինի այս կյանքում։ Ներողություն այս փաստն էլ ասեմ, կներեք Անկա ջան, ուրեմն տեսեք հարգելի Մարի, հարգելի հանդիսատես, ուրեմն 90-ականների, քառօրյա, 44-օրյա եւ սեպտեմբերյան ագրեսիայի մասնակից, պատերազմի մասնակից մի քանի անցած հայրենակից ունենք, ով մեդալները դոշին խփած, եկել է ասել է պարոն Սարգսյան ջան, Անկա ջան, այնպես է իմ բալերը վերջացրել է, ես չունեմ, զրկվել եմ վարորդականից այս ձևաչափով եւ իմ երեխաների հանապազորյա հացը վաստակում եմ ու ապրում եմ բարձով, մարդը սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում ապրելով, այսօրվա դրությամբ զանգահարել ասել է ինձ համար եւս այս օրը կլինի նոր տարի որպես իմ տանուլ գաղտնիք։ Այսինքն կան նաեւ այսպիսի դեպքեր, Պարոն Սարգսյան, հիմա մեզ լսողները այսպիսի մի հարց կտան, ցանկացած աշխատավայրում, երբ մարդը գնում է աշխատանքի, ինքը գիտե, չէ, ենթարկվում է այդ աշխատանքի կարգ ու կանոնին։ Այսինքն, եթե դու այդ վիճակով գնաս եւ աշխատանքդ կորցնես, դու ինքդ էլ ես, չէ, այստեղ թեկուզ ես իմ աշխատանքը կատարելուց հացի խնդիր եմ լուծում։ Մենք պետք է հասնենք նրան, որ մարդկանց այդ գիտակցության մակարդակ այնքան բարձրանա, դա կապ չունի հացի խնդիր դու լուծում ես որպես վարորդ։ Շատ լավ, բալային համակարգի համակարգի ներողություն։ Այդ բան է, որ նրանց արդեն հոսգից է տալու։ Ընդ որում նրանց այդ աշխատանքը հոսգծից այնպես ավելի շատ է դուրս գալի։ Եթե 9 սարքեցին 13, բայց նաև այնպես արագ է վերջանում այդ 13 վալը վարորդների համար, տաքսու վարորդների համար, որոնք որ կանգնում են այնպիսի վայրում, որ հաճախորդը նստել է տաքսի, տաքսու վարորդին ասում է կանգնեք իշխանություններն էլ անելիքներ ունի, անկախ նրանից։ Այդ իսկ պատճառով մենք առաջարկեցինք այնպիսի բալային համակարգի բարեփոխում իմ կողմից գրված օրենսդրական նախագծով, որ 2-3 բառով նախադասությամբ ներկայացրեցի Փաշինյանին։ Փաշինյանը ասեց հաճույքով ողջունում եմ, բայց չգիտես ինչու նախարարի աշխատակազմի Սուրեն Հովհաննիսյանը ասեց մենք արդեն ունենք։ Ներողություն, այն որ ասում է, եթե մենք պատրաստակամություն ենք հայտնել, այնպես է միանալով ժողովրդին, որպես ժողովրդի մասնիկ, չեմ քաղաքականացրել, ասել եմ պատրաստակամ եմ իշա ժողովրդի օրենսդրական նախագիծ գրելու, այնպես է սա չեմ արել իմ PR-ի ռեյթինգի համար, այլ արել եմ ողջ 3 միլիոն ժողովրդի անվտանգությունը, կյանքի, բարոյական եւ օրենսդրական այդ արժե համակարգը բարեփոխելու, որպիսի տվյալ պարագայում այն կարգազանց վարորդը, որը որ կարգազանց է եւ վարում է սթափ վիճակում շատ լկտիաբար, այդ վարորդին բռնել պատասխանատվության ենթարկել։ Ինչպես նաեւ այն պարեկը, որը որ տվյալ պարագայում անարդար ձևով վարորդական բալային բալերի սպակասում է, նաև տեսախցիկներում տեսաձայնագրված այդ փաստերը, նաև ցանկացած քաղաքացի, ցանկացած վարորդ իրավունք ունենա անվճար վերցանելու, ինչպես որ Ֆրանսիայում է, Գերմանիայում է, Իտալիայում է, ցանկացած բարեկ զգոն լինի, ցանկացած բարեկային ծառայության ոստիկանության աշխատակից հասկանա, եթե անարդար ձևով բալային համակարգի սպակասում է մարդու բալերը, այդ ժամանակ այդ բարեկն է
պատասխանատվություն։ Դուք քանի բալ եք առաջարկում ձեր նախագծի մեջ։ Մեր նախագծի մեջ առաջարկել ենք այնպեսա 18, բայց այդ 18 բալը պետքա լինի այնպիսի բարյա հոգեբանական արժե համակարգով, որ վարորդն էլ պետք է հասկանա, որ տվյալ պարագայում իր ցանկացած բալի համար դողա, այլ ոչ թե այնպես վարի, որ տվյալ պարագայում մտածի ինքը ուղղաթիռում է կամ վերտալյոտում է, արագ պետքա 10 րոպեում հասնի։ Նեղություն նմանատիպ վարորդներին ես չեմ ողջունում, հայրենիքը բոլորիս օջախն է, հայրենիքում գտնվող ցանկացած հայրենակից բոլորիս բարեկամն է, հարազատն է, մերձակիցն է, մեկս մյուսից պետք է սիրենք ու օրենքի արժե բոլորը պետք է հավասար պետք է լինեն։ Դուրս գանք Կարճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Հիմա ամփոփելով հարցը առանց քննության վարորդական իրավունքները ստանալը, գտնում եք, որ հնարավորություն է, սա շանս է, պետք է օգտվել, եւ ինչպես դուք եք ասում, հորդորում եք բոլոր վարորդներին լինել իրենց խոստումի տերը, որպեսզի հետո 1 տարի հետո կամ բալերը ավարտվելուց հետո նրանք չասեն, որ մենք խոստացանք, բայց չկարողացանք, մի խոսքով պատիժը այնպես է, որ արդեն իրենք են որոշելու մնան որպես վարորդ, թե չմնան։ Պարոն Սարգսյան, եւ ասա, ուզում եմ խոսեք նաեւ քրեական վարույթների հետ կապված, չէ՞ որ այստեղ կան շատ գործեր, որ քրեական վարույթներով անցնող այսքանի օրերում on-line մոտավորապես քանի քրեական գործի մասին է խոսքը, թե եթե ես չեմ սխալվում
9000-ից ավելի։ Օй, եւ դա նշանակում է եւ դատարանները եւ Այո, թե դատարանները, թե կալանավայրերը, թե նաև պրոբացիոն համակարգը, թե նաև այնպես ԴՀԿ-ն բոլոր այդ կառույցները ծանրաբեռնված են ու մենք այդ սխեման լուծելու համար առաջարկել էինք տուգանքի եւ պատասխանատվության գումարի չափը ավելի բարձրացնել, որպեսզի մարդը զգոնանա։ Այսան ասում է 50,000-ը նորմալ է եւ դա ինքնին է։ Ես նկատի ունեմ կրկնակի մի քանի անգամ, ինչպես նաև այն մարդը, որը որ Այսինքն առաջին անգամվա համար 50,000-ը հարմար է։ Շատ սոցիալապես ծայրահեղ ծանր խավը հաշվի առնելով, տաքսու վարորդների խնդիրը հաշվի առնելով, ավտոբուսի վարորդների խնդիրները հաշվի առնելով, որ նրանք իրենց հանապազօրյա հացը վաստակում են ռուլը բռնած եւ այդպես են իրենց երեխաների հացը վաստակում, ինչպես նաեւ բազմաթիվ նաեւ պատերազմի մասնակից հայրենակիցներ ունենք, անձամբ ինքս շփում եմ ունեցել հատիկ առ հատիկ բոլորի հետ երկխոսություն ունենալով վերջիկա ժամանակներս հասկացել եմ, որ սոցիալապես ծանր խավի զրկված անձինք ավելի շատ են։ Այդ իսկ պատճառով 50,000-ը գտնում եմ առաջի անգամ նորմալ է։ Իսկ երկրորդ անգամ ինչ եք առաջարկում։ Երկրորդ անգամ ես առաջարկում եմ ավելի մեծացնել չափաբաժինը տուգանքի, որպեսզի 500,000-ից մինչև 1 միլիոն, 1 միլիոն ու կես, որպեսզի տվյալ պարագայում մարդը հասկանա, երբ կպնում են իր գրպանին, ինչպես նաև օրինակը բերեմ այլ թեմայից, ներողություն եմ խնդրում թեմայից շեղվելու համար, երբ մարդը մտնում է համացանցում հայհոյում է եւ մարդուն ասում ես պատվի արժանապատվության համար կմտնեմ դատարան 3-ից 5 միլիոն դրամ պատասխանատվության, քեզ կենթարկեմ։ Հաջորդ անգամ իմ հարթակում, որովհետեւ անցթույլ չի տալիս իրեն անհարգալից հայհոյանքներ կամ այլ բառապաշարի լեքսիկոնով, բակային հեղինակության բառապաշարի լեքսիկոնով խոսել։ Դուք եք այդ գումարի չափի հետ համաձայն երկրորդ անգամ, որ լինի 500,000-ից անգամի դեպքում։ Հա, Այսինքն համաձայն եք։ Անգամ սխալը մարդը արել է, շանսը տվել է ու 50,000 ուրեմն պետք է իրանք ավելի զգոն լինեն, որ չանեն։ Եթե երկրորդ անգամ նույն սխալը արեցին, ինչի համար ներես։ Ինչի համար։ Ուրեմն նշանակում է այդ մարդը ներողություն թեմայից որ շեղվում եմ, կան կազինո խաղացող անձինք, որ այդ մարդիկ արդեն պոտենցիալ այդ տիպի են դարձել, մեկը ինչքան էլ այդ մարդուն բերես դեպի տուն, այդ մարդը չի գալու, էլի նորից գնալու է անգնի անդունդը, բայց եթե մարդուն տրվում է հնարավորություն, մարդու ձեռքից բռնում ես, անդունդից բարձրացնում ես, ասում ես արի պատրաստ եմ օգնել, բայց մարդը օգնությունը ձեռք մեկնել հնարավորությունը տրվելով, մարդը պետքա նորից գլորվի գնա անգնի փոսը, ներողություն այդ մարդուն կրկին երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ անգամ պատրաստ է։ Իսկ քրեական գործերի հետ կապված կա մարդիկ, որ անդունդն են գլորվում։ Միանշանակ կան մարդիկ, որ վարորդ է, այդ մարդը ոչ թալանել է, ոչ կեղեքել է պետությունը, ոչ որևիցե այն ձևի ծանր հանցագործություն է կատարել, բայց այդ մարդիկ գնում են, նստում են կալանավայրում այնպիսի անձանց հետ, որ այդ մարդիկ կարող են դառնալ պոտենցիալ հանցագործ։ Եվ գտնում եմ, որ այսօրվա դրությամբ, ինչպես որ կալանավայրերը ծանրաբեռնված են, Սերժի իշխանությունից ի վեր մինչ առ այս 8 տարին կալանավայրերում ծանրաբեռնված իրավիճակ է եւ համաներում չի տեղի ունեցել, պետք է այնպիսի օրենք մշակել, որպեսզի ցանկացած անձի վարորդի եւ պատասխանատվության է ենթարկվում եւ արդեն քրեական վարույթ է հարուցում, այդ անձինք եթե կալանավորվում են թեկուզ 15 օրով կամ թեկուզ 2 օրով, լավ, բայց այդ մարդիկ պետք է համապատասխան տեղ հնարավորություն լինի։ Ու ամենակարևորը նույն այդ կալանավորված անձինք օգտվում են պետության հացից, օգտվում են պետության ջրից, պետության լույսից եւ բոլոր այդ ծախսերը եթե մենք գումարում ենք, նմանատիպ անձանց ավելի լավ է կպնել գրպանին, քան թե այդ մարդուն տանել նստացնել պոտենցիալ այն հանցագործների հետ, ովքեր որ պետություն են թալանել, պետություն են կեղեքել կամ մի քանի անգամ մարդ են սպանել, լավ, պոտենցիալ հանցագործ են։ Այսինքն դուք ունեք նման դեպքեր քրեակատարողականներում, որ կան այդ
Ես նմանան դեպքեր շատ գիտեմ հենց հիմա, հա, կան եղել են դեպքեր, որ արդեն դուրս են եկել, կան դեպքեր, որոնք որ պետքա նոր գնան, իրանց ունենք դեպք նույնիսկ, որ փաստաբանին գումարը X գումարը վճարել են, 2.5 տարի դատարանով գնացել է, այդ 2.5 տարվա մեջ վարորդական իրավունքը հետ են տվել, բայց այսօր ինչ-ինչ պատճառներով մերժվել է երկրորդ անգամը, այսինքն բարեկները վերաքննչական դատարան են տվել ու այո բողոքարկել են 2.5 տարի հետո նորից ավարորդական իրավունքը ձեռքից վերցրել են, բայց միած սենց բան ասեմ ձեզ, տվյալ մարդը 2.5 տարի նորից վարել է, ինքը ընդհանրապես խախտում չի արել, խմած չի նստել ղեկին, ոչինչ չի արել, ինչի համար իր գործունեությունը հաշվի տակ չեն առնում, նորից էլ 2.5 տարի հետո զրկում են, որ նա մի տարի էլ սպասի, նոր հասկանա իր անելիքները, և դրա պատճառով, եթե ինքը նորից վերաքննչական դատարան տա, 30,000 պետքա վճարի, փաստաբանին նորից պետքա գումար վճարի, նորից էլի նույն հայցերը պետական տուրքա այո, դրա համար ես կուզեի մի հատ վերանային ես ամենը, որովհետև այս քրեական գործերի հետ կապված մարդը զրկված է, հա, բայց ինքը ունի հացի խնդիր, ուրիշ տեղ չի կարա աշխատի։ Նստում է, նորից գնում է, էլի բռնում են, դե արդեն տալիս են տեսնում են, որ դու զրկված ես արդեն եթե գործը կա։ Այո, 375,000 գրում են, նորից էլի տվյալ մարդը արդեն իրանց աշկի առաջն է։ Իրան գիտեմ, որ ես ավտոյով ես մարդը կա, հենց անցնում է, իրանց մոտ երևի ծնգում է, ես տենց եմ հասկանում։ Նորից բռնում են տվյալ մարդուն, տուգանում են 375,000 ևս մեկ անգամ ու քրեական գործ։ Սովորական հասարակ մարդուն սարքում են ոնց որ Տիգրան ազգանունը ոնց էր լրագրողը, որ ասում է դուք պոտենցիալ հանցագործներ եք, իրանք սարքում են մարդուն պոտենցիալ հանցագործ։ Այն դեպքում, եթե սովորական հասարակ մարդը մտնում է ինքը գաղութ։ Հաղորդավար Դավիթ Գրիգորյան։ Դա կներեք, Դավիթ Գրիգորյանի մասին է խոսքը։ Ես իրանից ահավոր վիրավորված եմ։ Ահավոր վրդովված եմ իր այդ մի նախադասության համար, որ ինքը մեզ բոլորին մեր գործընկերն է ամեն դեպքում այդ հարթակից ձեր նեղված լինելը կարող եք ձեր բլոգի միջոցով հայտնել, ես հայտնել եմ դա, բայց խնդրում եմ եւս մեկ անգամ, ուղղակի պետք չի նմանատիպ բան ասել։ Մենք բոլորս էլ մարդ ենք։ Արսեն, այս մեկ կարևոր նուրբ թեմա էլ բարձրացնեմ ձեր հարթակից, ուրեմն տեսեք 15 թվականի, 17 թվականի, 18 թվականի այնպես զրկված վարորդներ կան, 14 որ 2020 թվականից սկսված զրկվածներին, ինչպես որ ՆԳՆ նախարարությունը հայտարարությունը տարածել էր, որի հետ կապված նաև հանրային անդրադարձա ժողովրդին տեղեկացրեցի, այնտեղ նշում է, որ 2020 թվականից ներողություն, եթե կարելի է ձեզ մոտ կա տեքստը, կխնդրեի այդ նախադասությունը ընթերցեք։ 2020 թվականից սկսված վարորդներին անդրադառնում, բայց ամենակարևորը, տեսեք, փաստ արձանագրեմ, 15 թվականի, 17-18 թվականի վարորդները, 14 թվականից 14 թվականի զրկված վարորդներ կան, որ այդ մարդիկ չեն կարող 10 տարուց ավել այո, ու այդ մարդիկ ասում են պարոն Սարգսյան, մենք պատրաստ ենք մի հատ էլ առանձին նախաձեռնել ակցիա, խնդրում ենք մեր հարցն էլ բարձրացրեք, ներողություն, եթե այդ օրենսդրական նախագիծը վերաբերվում է բոլորին, տիկին Արփինե Սարգսյան, տիկին նախարար, ապա կոչս օրդորս ՆԳՆ նախարարությանը եւ մամլոխոսնակ Նարեկ Սարգսյանին խնդրեմ հայտարարությունը այնպես հանդես գաք, որպեսզի նաեւ 15 թվականի, 14 թվականի, 17, 18, 19 թվականի զրկված վարորդները նաեւ տեղեկանան, իրազեկվեն այդ հայտարարությունը, այդ առաջարկը, որը որ ՆԳՆ նախարարությունը հայտարարությունը տարածել է, վերաբերվում է նաեւ իրենց թե ոչ։ Արսեն, որքան էլ դուք ասում եք չքաղաքականացնենք, արդյոք ընտրություններից առաջ, այսպես ասած, դժգոհող խմբին հանգստացնելու որոշում չի կայացնում վարչապետը։
Թե ձեր կարծիքով սա կլինի երկարաժապկետ, ճանապարհային անվտանգության ռազմավարություն կմշակվի այս դրույթները ներառելով։ Քանի որ նաև ինքս տեղեկացված եմ բալային համակարգի բարեփոխմամբ, եթե ինձ հասած տեղեկությունը ինձ չի դավաճանում, նախկին ճանապարհային ոստիկանության աշխատակից եւ ներկայիս քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավոր Արմեն Խաչատրյանի կողմից տարիներ առաջ նախաձեռնվել էր այս բալային համակարգը եւ մնացածը եւ այդ իսկ պատճառով հորդորս եւ կոչս խնդրանքս մեր քաղաքական գործին, հա, որպեսզի տվյալ պարագայում այս բալային համակարգն էլ վերանայվի եւ ամենակարևորը նորից ու նորից եմ կրկնում, այս ողջ համակարգը երկարատև աշխատանք է պահանջում, սրտացավորեն ընտրությունների հետ չեք կապում մի խոսքով։ Սա կարծում եք, որ անհրաժեշտություն է։ Կարծում եմ, որ այս նախաձեռնությունը պետքա արվեր ավելի վաղ, քանի որ բազմաթիվ վարորդներ կան, որ այս թեմայի հետ կապված ամիսներ առաջ էին բարձրաձայնել, այնպես է ամիսներ առաջ նաև կոչով էի հանդես եկել, բայց քանի որ եկավ հասավ ընտրությունների վերջի պիկի հատվածը, կոչ արեցի ժողովրդին, ասեցի դուք գնացեք ակցիան կազմակերպեք, ես կողքից դիտորդի դերում կլինեմ, քանի որ ես ինքս որպես հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ հանդես եմ եկել արդեն իսկ, որ այս քաղաքական թատրոնին կրկեսին մենք չենք մասնակցում, դա կլինի վարորդների հետ կապված, դա կլինի բանկային համակարգի բարեփոխման, թե Հայ խնայ բանկի ավանդների հետ կապված, ասել եմ կանգնած ենք մենք 3 միլիոն ժողովրդի կողքին։ Հիմա կրկին նորից վերադառնանք վարորդներին։ Դուք ասում եք, եթե հունիսի 4-ին այս որոշումը արդեն չլինի, դա նշանակում է, որ դուք անցնելու եք նորից կոնկրետ քայլերի, բողոքի ակցիաների եւ դուրս կգա փողոց արդեն ոչ թե 500, այլ 2000 եւ նույնիսկ ավել վարորդներ։ Ինչպես եք իրականացնելու այդ ակցիաները։ Փողոցները փակելու թե մենք նմանատիպ բաներ չենք անում։ Մենք խաղաղ ակցիա անող մարդիկ ենք ու տեսնում եք լավ, որ միակ կինը ես եմ այնտեղ ու բոլորը ինձ հարգում են։ Ես իմ կոչս նորից հորդորելու եմ ժողովրդին վեր կենան ոտի, իրանք վեր են կենալու, մենք մեր նույն ակցիան անելու ենք, վարչապետին տեսնելու ենք, մեր հարցը բարձրացնելու ենք, որտեվ նա հանրային քվե դրեց դեմ եւ կողմ 70 խոստացավ իր էջում այդ քվեարկությունը 74%-ով կողմ էին քվեարկել, 24%-ներ դեմ եղել, դա էլ հաշվի առնելով մենք ունենք արդեն վարչապետին հա ասելու բան։ Այսինքն վստահում եք վարչապետին եւ նրա խոսքմանը։ Ներողություն, հարգելի Այսիա Հովհաննիսյան, տեսեք, քանի որ ես ինքս խոստացել եմ, քանի որ քաղաքական թոհու բոհի, այսպես ասած, ընտրությունների նախընտրական քարոզարշավում չկամ, ասել եմ, նորից ասում եմ։ Մինչև վերջ իրավական գործընթացը պատրաստ եմ տանել, որպեսզի այն ինչը որ մենք ենք առաջարկել երկարատև աշխատանքով, հա, այդ օրենսդրական բարեփոխման նախագիծը կյանքի կոչվի, ինչպես նաև բոլորին եմ երեք հայտարարել, եթե նրանք, այսպես ասած, իրանց խոստումը չկատարեն կամ թեկուզ թողնեն ընտրություններից հետո եւ այնպես ստացվի երկարաձգվի այս process-ը, այս նրանց նաև առաջարկել եմ, որ ստեղծվելու է խումբ եւ այդ խմբով տրվելու է իրավական ձևաչափ 10 հոգով, կենտրոնական ընտրական հանձնաժողովով, իրավաբանորեն գրանցվելու է եւ նախաձեռնվելու է ստորագրահավաք 60,000-ից ավելի եւ այդ ամենը մտնելու է այնպես ազգային ժողով, բայց մի պայմանով, որ Եվրաքվեի դաշինքի նման ստորագրահավաքը չենք թողնելու, ինչպես որ իրենք թողեցին, այսպես ասած բախտի կմահաճույքին, մենք հանձինս իմ գլխավորությամբ միջև վերջ տանելու եմ առաջ, եթե 60,000 ստորագրահավաքնել հաշվի չառան, այդ ժամանակ ունենալով ԵՄ խորհրդարանի падգամավորների դիվանագիտական եւ քաղաքական աջակցությունը, այդ ժամանակ քաղաքականացնեմ միջազգային գործընկերներին դիմելով, որպեսզի օրենսդրական ողջ փաթեթը կյանքի կոչվի։ Հիմա հարցս կրկին Ասիային է։ Դուք իրավական կողմն եք ասում, դուք որպես կուսակցություն ձեր պայքարի տեսլականներ ներկայացնում։ Մենք գործ ունենք վարորդների հետ, որ մարդիկ ժամանակ չունեն, ոչ իրավական այս հարաբերությունների մեջ շուշատ թաթախվելու, ոչ քաղաքական թեմաների մեջ լինելու մարդիկ, ինչպես Ասիան է ասում, օրվա հացի խնդիր են լուծում։ Հիմա, եթե
Նիկոլ Փաշինյանը իր խոստումի տերը չի լինում։ Ձեր ակցիաները որքան է շարունակվելու։ Ինչ որ ժամկետ եք դնելու, ինչ որ հետո կանցնեք կոշտ պայքարի մեթոդների։ Կոշտ պայքարներ չկա։ Համենայն դեպս, եթե ես մի բանի մեջ կամ, ուրեմն կոշտ պայքար բացառվում է։ Բայց այս պահի դրությամբ վստահում եք վարչապետի Հենց հիմա, այո, բոլորն էլ վստահում են, որտեվ ասել եմ, սպասեք մինչև հունիսի 4-ը։ Հունիսի 4-ին, երբ որ կդրվի ազգային ժողովում, ու հանկարծ Աստված մի արածե, մեր չուզած պատասխանը մենք ստանանք, այդ ժամանակ կարող է հենց ամսի 5-ից էլ հելնեն։ Ես ոչ մեկին չեմ կարող պահել։ Մենք քեր կփորձենք ձեր կողքին լինել, եթե հարց Շատ կլինի, շնորհակալ ինչ որ կլինեմ։ հայտարարություններ անելու կամ ինչ որ նոր հաջողություններ գրանցած կլինեք, գուցե այս հարթակից կասենք, որ վարորդների համար համաներում է եղել, այնպես որ կարող եք մեզ վրա հույս դնել։ Շատ շնորհակալ եմ։ Եթե ավելացնելու ոչինչ չունեք, մեր հաղորդումը արդեն մոտեցավ ավարտին, այսինքն եթե այս հարթակից ինչ որ բան ունեք ասելու վարորդներին, հիմա մեզ շատ Ունեմ ասելու, սիրելի վարորդներ, դուք գիտեք, ես ձեզ ինչքան շատ եմ սիրում ու գնահատում, նույնն էլ դուք ինձ։ Խնդրում եմ, պահանջում եմ եւ հորդորում եմ, զգոն եղեք ամեն հարցում, ամեն ինչում զգոն եղեք, թե իմ խոսքին հետևեք, թե իմ գրածին հետևեք եւ եթե Աստված տա մեր ուզած ամեն ինչը ստացվի, սրանից հետո ուղղակի մի վարեք խմած։ Ոնց որ հարգելի Փաշինյանն ասեց մեզ խմած չվարեք, ուրեմն անում ենք ըստ իր ասածի, խմած չենք վարում։ Շնորհակալություն բոլորից հետ։ ինչ ունեք ավելացնելու։ Շնորհակալություն ձեր տաղավար հրավերի համար։ Ես միայն Ասիա Հովհաննիսյանի հայտարարությանը կավելացնեմ մեկ նախադասություն, ոչ միայն ոչ թափ վիճակում գտնվող, այլ նաև այն վարորդները, որոնք որ շատ կարգազանց ու շատ անհարգալից ձևով են վարում այլ վարորդների նկատմամբ, մեկը մյուսի նկատմամբ, այնպիսի անհարգալից վերաբերմունք, կոչս, պահանջս, հորդորս բոլորին։ Համարեք ձեր կողքի վարորդը, որը որ ոչ շքեղ թանկարժեք մեքենա չի վարում, նա ձեր ազգակիցն է, ձեր բարեկամն է, ձեր այնպեսա քույրն է, եղբայրն է։ Եկեք մեր հայրենիքում վերջի վերջո սովորենք իրար հարգել, մեր հակառակորդը փնտրենք սահմանից այն կողմ, այլ ոչ թե տվյալ պարագայում մրցավազք մտնենք մեկս մյուսի սան։ Եվ որի արդյունքում ունենում ենք ցավոք սրտի զոհեր, վիրավորներ, որոնք այնպիսի վերաբերմունք ցուցաբերել եւ վարելուց այնպիսի վարքագիծ դրսեւորել, որ մահերի, մահաբեր ճանապարհների այդ զոհերի թվականակը կչանա, քանի որ ցանկացած մահի դեպքում կրճատվում է մեր ծնելիության մակարդակը, կրճատվում է մեր հայրենակիցների, մեր երկրի բնակչության թվականակը, որը որ ցանկացած հայ մարդ բարձրագույն արժեք է ու ցանկացած հայ մարդու նկատմամբ հարկավոր է դրսևորել հարգանք, սեր միմյանց նկատմամբ։ Եվ մեր հետևորդներին հիշեցնեմ, որ մեր հաղորդման YouTube-յան ալիքում, երբ որ տեղադրվի մեր տեսանյութը, այնտեղ էլ կարծում եմ կլինեն արձագանքներ, դուք կարող եք հետևել եւ տեսնել, թե հասարակությունը ինչպես է վերաբերվում ընդհանրապես այս որոշմանը, գուցե ինչ որտեղ դուք էլ ձեր անելիքներուն կարող եք ինչ որ գործընթացներ վերանայել, ամեն դեպքում մենք ձեր կողքին կլինենք, փորձենք աջակից լինել եւ սպասենք Նիկոլ Փաշինյանի խոստմանը։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։